Ինչ տեղեկատվական աղբյուրներից եք ավելի հաճախ օգտվում։ Օգտագործում եմ հեռուստացույցը եւ հեռախոսը։ Facebook, մեկ է YouTube։ YouTube-ով հիմնական կինո, Facebook-ով են այմ գելի, ով նշանվավ, ով բաժնվավ։ Հիմնականում լուրերին ծանոթանում եմ տելեգրամյան ալիքների միջոցով, երբեմն նաև սոցիալական ցանցերի էջերի միջոցով։ Հիմնականում տելեգրամյան ալիքները։ Հիմնականում սոցիալական ցանցերի միջոցով եմ ծանոթանում։ Հիմնականում օգտվում եմ սոցցանցերից։ Սոցիալական ցանցերում տարածվող լուրերը վստահելի համարում եք։ 20% էլ չեմ վստահում սոցցանցերին եւ դրագրողների ասածներին։ Նայած, մե 50-50 էլի։ Կա նայած գազգասոր արտերների ֆեյք է։ Կախված է ոնց որ թե ով է ավելի շատ հրապարակում նյութը ու կախված է նաև էջը տարածողից, եթե վստահելի աղբյուր է, նախ ծանոթանում եմ աղբյուրին, թե որտեղից է ոնց որ տարածվել տեղեկատվությունը, հետո նոր արդեն շարունակում եմ հետևել։ Քանի որ հիմա սոցցանցերում բազմաթիվ էջեր կան, ովքեր սուտ կամ կեղծ տեղեկատվություն են տարածում, դրա համար պետք չէ բոլոր աղբյուրներին վստահել, հիմնականում ստուգում եմ աղբյուրը, նոր դրանից հետո շարունակում եմ նյութը ընթերցել։ Իրականում այդ ամենը կախված է թե որ կազմակերպությունն է, որ սոցիալական հարթակն է այդ ամենը տրամադրում, որ լրատվականն է տրամադրում։ Վստահում եմ, բայց կախված ինչքանով է վստահելի ինքը, էլի, ինչքան մեծ կշիռ ունի։ Փորձում եմ առաջին հերթին ճշտել արդյոք կեղծա թե նորմալ ինֆորմացիա, այսպես ասած ճիշտ ինֆորմացիա է պարունակում, նոր ծանոթանում եմ։ Հիմնականում կախված տարածողից, թե որ կայքն է տարածում եւ կախված բովանդակությունից։ Վերջին 1 տարվա ընթացքում սոցիալական ցանցերում հանդիպել եք այնպիսի լուրի, որը հետագայում պարզվել է, որ կեղծ կամ մոլորեսնող է։ Ճիշտն ասած շատ եմ հանդիպել, լավ չեմ հիշում կոնկրետ ասելու, շատ կեղծ լուրերի, շատ, երևի լրատվամիջոցների այդ հանդիպած լուրերի 90%-ն ավել ես համարել եմ կեղծ։ Շատ են բանը վերջում էգան դիրքերը կարավին, մերոնց հետ քաշին զանգեմ գնդեղ տեղոնցը կսեն նորմալ նստած են կամ բանը $2000 տևին կաշտում առան վերջը վարչապետը կամ կնիգը չիդեմ ու ցանցեր կա դες դիգիրասեպագան է գազգասոր սուդ է էլի Շատ եմ հանդիպել, այս պահին կոնկրետ օրինակ միգուցե չի հիշեմ, բայց շատ են հանդիպում, որ ինչ որ վերնագրեր են տարածում, որը որ իրական նյութի հետ այդքան էլ կապ չունի, կարդում ես նյութը, պարզվում է ընդհանրապես ուրիշ բանի մասին էր եւ վերնագիրը այդքան էլ ճիշտ չէր ներկայացնում իրավիճակը։ Հստակ օրինակով ասեմ չեմ հիշում, բայց վստահաբար տեսել եմ։ Իհարկե դեպքեր շատ են եղել, թարմ օրինակ կբերեմ հենց երեկվա կարդացածս լուրը, Facebook-յան էջով տարածված էր, որ 2026 թվականից հանրակրթական դպրոցներում պարտադիր կլինի առաջինից 6-րդ դասարաններում համազգեստ կրելու, այսպես ասած, կարգը, հա, պահանջը ու մի շարք մեկնաբանություններ էր նշված ծնողների, այսպես ասած, կողմից, որ մի մասը ասում էր, որ ողջունելի է, մի մասը շատ բացասական էին անդրադարձել, բայց երբ որ ես գնացի այդ այսպես ասած սկզբնաղբյուրին, թե որտեղից է եկել, պարզվեց ինքը Վրաստանին է վերաբերում, ոչ Հայաստանին, բայց ինչ որ բաներ, լուրեր էր պտտվում, որ Հայաստանին է վերաբերում։ Հա, իրականում նման դեպքեր շատ եմ հանդիպել, բայց ներկայապահին չեմ հիշում կոնկրետ դրվագ, որ ներկայացնեմ։ Ինչպես եք հասկանում, որ տեղեկատվությունը կարող է կեղծ լինել։ Ինչն է ձեզ հուշում, օգնում հասկանալ, որ լուրը կարող է վստահելի աղբյուրից չլինել։ Անհատ ալիքներին համարյա չեմ լսում, որտեվ չեմ վստահում, չգիտեմ այդ ալիքներն ինչ ալիքներ են։ Լուրերն ընդհանրապես ինձ դուր չի գալիս ոչ մի լուր, բոլորն համարում եմ կեղծ։ 90%-ը 10-ին համարում եմ ճիշտ։ Որը կասկածեմ գե, այդ ֆիպը ամեն շաբաթ ինքը բան ունել, այդ կերծ ֆեյքերը, ինքը սաղ պարզաբանումները կուդա, շատ հստակ։ Առաջինը աղբյուրը, քանի որ միգուցե ալիքներ լինեն, ովքեր որ բավականին հայտնի չեն մեզ համար եւ որոշվել են օրից մի օր էջ բացել եւ ինչ որ ինֆորմացիա տարածել, աղբյուրը ստուգելուց հետո, եթե նյութի բովանդակությունը այդքան էլ մտածում ես, որ ճիշտ կարող է չլինել, պարտադիր նաև երկրորդական որոնում եմ կատարում Google-ի որոնական համակարգում կամ միգուցե այլ աղբյուրներում ստուգելու համար, թե նման ինֆորմացիա այլ տեղ գրված է, թե չէ։
շատ բաներ կան։ Առաջինը այն որ ոչ ստանդարտ բաներ են գրված, օրինակ հրատապ է, նայեք հիմա 5 րոպե այլևս չի լինի, կան բանալի բառեր, որ դրանցից հասկանում եմ, որ չարժե վստահել այդ կայքին կամ այդ post-ին։ Նախ նյութի կառուցվածքն ու տրամաբանությունը, հա, ու թե ով է տեղադրել, փորձում եմ եւ սկզբնաղբյուրը եւ հրապարակողը։ Հիմնականը վերնագիրը, տարածողը, Որ աղբյուրներին եք առավելապես վստահում, անկախ լրատվամիջոցներին, թե պետական ԶԼՄ-ներին եւ իշխանամերձ աղբյուրներին։ Ինչու։ Պետականին հիմնականում այլ աղբյուրներն են։ Այլ աղբյուրները վստահելի չեն ինձ համար։ Անկախ չկա, քեզ իսեմ։ Սաղն է մեկին գումարով, հիմնական պետական, մեկի այդ ֆիպը։ Ավելի շատ անկախ լրատվամիջոցներին, որովհետև գիտես, որ բազմակողմանի են ներկայացնում բովանդակությունը, պետական ֆինանսավորման պալիքները միգուցե ավելի միակողմանի ներկայացնեն նյութը միայն իրենց տեսանկյունից, բայց անկախները այդ տեսանկյունից ավելի վստահելի են։ Կախված թե ինչ տեղեկատվություն է տարածվում, եթե պետական ոլորտի է, պետական ծրագրերի օրենքների բնականաբար պետական, այսպես ասած, տեղեկատվական համակարգերին, իսկ մնացած այդ դեպքերում անկախ, կախված նյութից, կախված տեղեկատվությունից։ անկախ լրատվամիջոցները կարող են տարբեր տեսանկյուններից ներկայացնել, դրա համար ավելի շատ անկախ լրատվամիջոցներ են։ Որքան կարևոր եք համարում մեդիագրագիտության զարգացումը ձեր համայնքում։ Պատրաստ եք մասնակցել այդ թեմայով ուսուցման կամ դասընթացի։ Շատ տեղ եմ տալիս դրան, որ լավ լինի, ու ինձ թվում է լավ է լինելու։ Կարելի է, եթե տեղում լինի, կմասնակցեմ։ Շատ։ Պետք կա, բարե օրսեմ սաղ բանեն, ուխտի անգաջում քնած են, չէ, սաղն էլ կոկտվին։ Ասենք տես, ես Telegram չունիմ, շատ են ունին, Instagram չունիմ, շատ են ունին։ Բանկեն են էլի։ Համի որ կերտած գյուղի մեջ մեր բան խորատային է ժողովուրդ է, նայեսկեն պիզա, տարիկով վերջը, սաղ բան է, սո ցանցերով է։ Չէ, որտեվ ասենք ինձ մասնագիտական չէ, սեդով այննական ասենք դիք չէ գործը։ Շատ կարևոր է, քանի որ մեր հայերիս մեջ տարածված է ինչ լսենք դրան էլ հավատանք, ոչ թե տեսնենք կամ ստուգենք ինֆորմացիան, դրա համար շատ կարևոր է, որ բոլորը մեդիագրագետ լինեն, հասկանան ինչպես կարելի է կեղծիկը ճշմարտությունից տարբերել, կարողանան ստուգել ինֆորմացիան ու նաև շատ կարևոր է, որ ինֆորմացիան, որը որ կեղծ է, մյուսների մեջ չտարածեն, բացի իրենց կարդալուց կամ հավատալուց։ Այո, միանշանակ, եթե լավ դասընթացներ լինեն, պատրաստ եմ նորից գիտելիքներից եւ հմտություններից թարմացնել այդ մասով։ Ոչ միայն համայնքում, ամբողջ Հայաստանում այդ շատ մեծ խնդիր է, անգամ իմ ծնողները շատ հաճախ տեսնում են բաներ, հետո ինձ ասում են այսպեսի մի բան եմ տեսել, ենթադրենք, չգիտեմ, ինչ աբսուրդի ժանրից մի լուր, դրանից հետևություն կարող ենք անել, որ մեդիագրագիտությունը շատ կարևոր է, որ կեղծ ու ճիշտ լուրերը իրարից տարանջատեն ու չգտնեն ինչ-որ հոսակների մեջ։ Իրականում պատրաստ եմ, քանի որ ինքս էլ երիտասարդական ոլորտում եմ աշխատում, ես նաև պատրաստ եմ աջակցելու նմանատիպ միջոցառումներին, հատկապես իմ համայնքում։ Կարծում եմ, որ կարիքը կա ու շատ խրախուսելի ու ողջունելի կլինի ինչ որ ծրագրերի եւ այլնի ներդնումը մեդիագրագիտության բարձրացման նպատակով։ Եթե ժամանակս նաև ների, մեծ սիրով կմասնակցեմ։ Մեդիագրագիտության բարելավումը շատ մեծ դեր ունի ու խրախուսելի որ ներկայ իրականացան կազմակերպություններ, որոնք իրականացնում են դասընթացներ, իրազեկման հանդիպումներ են իրականացնում դպրոցներում նաև դրանք մեծ ազդեցություն են ունենում երիտասարդների վրա։ Բազմիցս մասնակցել եմ մեդիագրագիտությանը նվիրված դասընթացների, հիմա եւս պատրաստ եմ մասնակցելու։ Հաճախ եք սոցիալական ցանցերում տարածում տեղեկատվություն առանց աղբյուրը կամ իսկությունը ստուգելու։ Ոչ։ Կարծում եմ բոլորը պարտադիր ինչ է տպագրված նոր մասնակ։ Ես իմ կարծիքը հայտնում եմ։ Չէ, չեմ տարածում вообще։ Չեմ տարածում ընդհանրապես առանց ստուգելու։ Հիմնականում չեմ տարածում։ Առանց աղբյուրը ստուգելու բացարձակ չեմ տարածում, իսկ այն տեղեկատվությունը, որը գտնում եմ, որ կարիքը կա տարածելու, գուցե ավելի լայն հանրույթի պետքա հասնի, տարածում եմ։ Ոչ։ Ձեր կարծիքով ինչպիսի քայլեր են անհրաժեշտ կեղծ տեղեկատվության ծավալները նվազեցնելու համար։ Պետք է լրագրողներից մաքրել, ընդհանրապես շատ մաքրելու տեղ ունի։
Լուծում որ դրական լուծում որ չեն կրնա տան։ Ավելի շատ ինչ-որ տեղեկատվական արշավներ անելը միգուցե, քանի որ հիմա բոլորը on-line են հեռախոսների մեջ, միգուցե ինչ-որ on-line ռիլեր կամ մեդիա արշավներ կազմակերպել է, որի միջոցով որ թիրախային կասենք, որ պետք է ճիշտ ինֆորմացիան տարածել, պետք է ստուգել անպայման աղբյուրները ավելի շատ եւ առցանց տարբերակների միջոցով։ Ամենակարևորը այն է, որ մարդկանց գիտակցությունը պիտի ավելի մեծ լինի, որ իրանք մեծագետ լինեն ու իրարից կարողանան տարբերել ոչ կեղծ ու կեղծ տեղեկատվությունը։ Առաջին հերթին մեդիագրագիտության, այսպես ասած, դասընթացները, իրազեկման արշավները, ինչպես նաև եւ երիտասարդական կենտրոններում եւ դպրոցներում ցանկացած տեղ, որտեղ երիտասարդներն են, որտեղ դեռահասներն են, հա, ինչու՞ չէ նաև էլի մեծահասակների, ծնողների, որ իրենք էլ կարողանան ճիշտ ուղղորդել իրենց երեխաներին։ Իրազեկման հանդիպումները, դասընթացները։ Երբևէ կեղծ լուրերը կամ ապատեղեկատվությունը ազդել են ձեր կարծիքի վրա, կապված ընտրությունների, քաղաքական գործընթացների կամ համայնքային խնդիրների հետ։ Շատ է ազդել եւ կեղծ լուրերն ազդել են եւ համայնքային խնդիրների եւ Հայաստանի բոլոր խնդիրների ներվային համակարգը խախտվել է հատկապես համայնքային կեղծ լուրը, երբ աչքովս տեսնում եմ ամեն ինչ, որ գերազանց է կատարվում։ Դրա համար իհարկե ին վրա ազդում է։ Չէ, բայց ներվերից վրա ազդել է։ Դու չէ, բայց ներվերից վրա ազդել է։ Կոնկրետ իմ դեպքում ոչ, որովհետև ես ասացի, որ ստուգում եմ ինֆորմացիան, եթե կեղծ լուր եմ հանդիպում, դրա մասին նաև ահազանգում եմ, ինչու՞ չէ, նաև մեկնաբանություն եմ թողնում, որ լուրը կեղծ է եւ պետք չէ դրան հետևել։ Այդքան շատ կոնկրետ քաղաքական բնույթով բաներ ես վերջին տասում չեմ նայում։ Չէ, բացարձակ։ Ոչ, քանի որ տեղեկությունը կարտալիս ստուգում եմ սկզբնաղբյուրը, ստուգում եմ տեղեկությունը ճիշտ է թե ոչ։ Ընտրությունների ժամանակ տեխնացուներին գնահատելիս ինչին եք հիմնականում ուշադրություն դարձնում։ Ես կարդում եմ բոլորի ծրագրերը, պարտադիր է։ Ծրագրերից հետո արդեն որին որ լավ ծանոթ եմ, դրանց ուշադրություն եմ դարձնում։ Անձին։ Всё։ Կոմունիստ կերնի, դաշնակ կերնի, հնչակ կերնի, անձը նորմալ եղավ, նորմալ։ Եթե կոնկրետ հետաքրքրված եմ մի քանի տեխնացուով, կարդում եմ նախընտրական ծրագիրը։ Հիմնականում ինձ կհետաքրքրի այն հարցը, թե մենք որպես պետություն ինչ արժեքներ ենք վերցնելու, ինչ արժեքներ ենք ունենալու, որովհետև իմ կարծիքով ընդհանուր երկրում ցանկացած բան, որը տեղի է ունենում, անմիջականորեն կախված է արժեքների հետ։ Իրենց ներկայացրած ծրագրին առաջին հերթին, բայց նաև թե ովքեր են, հա, ովքեր են, ինչ են ներկայացնում, հա, ու արդյոք հավատներ շնչում են, թե չէ, իրենց ծավալած գործունեությունից ելնելով, թե նախկինում ինչ են արել։ Նրանց առաջարկած ծրագրերին, նրանց գործունեությանը